Ծննդոց գրքի երկրորդ գլխի 18-րդ տողում գրված են հետևյալ խոսքերը. Եվ Տեր Աստված ասաց. լավ չէ, որ մարդը միայնակ լինի, նրան մի օգնական չինեմ, իրեն հարմար։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր կխոսանք միայնակության մասին։ Աստված մարդուն ստեղծեց հաղորդակցվող եւ տվեց նրան հարմար ընկեր հաղորդակցվելու համար, ինքը Աստված մարդուն նույնպես ստեղծեց նրա հետ հաղորդակցվելու համար։ Այս թեմայով մենք խոսանք Հովև Արտուշ Նազարյանի հետ, կփորձենք պարզել, թե ինչպես է պատահում, որ մարդը միայնակություն է զգում, ինչ է միայնակությունը եւ դրան միայնակության բերող տարբեր հետևանքները։ Հովև Արտուշ, մարդը կարող է բոլորովին միայնակ ապրել ու ինչպիսի հետևանքներ կլինեն, եթե նա փորձի այդպես ապրել։ Ինձ թվում է հայտնի պատմություն կա, Մաուգլիի պատմությունը նմանատիպ բան է լինելու։ Իհարկե մարդը կարա, եթե այդպես դաժան պայմաններ է, ասենք, չգիտեմ, մի հատ կղզում կամ մի տեղ մեկուսացված, տենց ապրում է, կապրի իհարկե, մի ձև կգոյատևի, բայց մարդը միշտ կարիք ունի շփման, մարդը պետք է մարդկանց հետ լինի, այդ կարիքը միշտ կա։ Օրինակ որոշ մարդիկ ընտրում են մենաստաններում ապրել ու այդ մեկուսացված առանձին կյանքով, մանավանդ կապելով դա հավատքի հետ, քրիստոնեության հետ, ինչպես եք նայում դրան։ Մենաստանների պատմությունը դա առանձին պատմություն է, դա կամավոր է, ասենք, այնպես չի որ մարդը ստիպված հայտնվել է տենց պատմության մեջ, ընտրում է։ Սա իհարկե սա ընտրություն է, ըստ իս դա ավետարանից դուրս ընտրություն է, ավետարանում որևէ տեղ ես չեմ տենում, որ մղում է մեզ մենաստաններ գնալու, տրադիցիոն եկեղեցին շատ տեղ է տալի դրան, ամեն դեպքում մենք ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանձնարարականը, որ գնանք, ավետարանենք, ուսուցանենք, մկրտենք մարդկանց, ես չեմ պատկերացնում մենաստանում ոնց կարելի է սա անել։ Այսինքն մեր նպատակը մենակ այն չի, որ քիչ մեղքեր գործենք կամ ավելի սուրբ լինենք, այլ մեր գործը այդ քիչ մեղք գործել ու սուրբ լինելուց նաև պետք է ավետարանենք, նաև պետք է շփվենք մարդկանց հետ։ Բայց իրոք այդ միայնակությունը կամ մեկուսացումը կբերի մարդու քիչ մեղքեր գործելու։ Իհարկե ոչ։ Կամ սուրբ կյանքով ապրելու։ Որտեվ process-ը նույնն է լինելու։ Ինձ թվում է, չգիտեմ, իհարկե որոշ կարճ ժամանակ, միգուցե դա լավ լինի, որ մարդը Աստծո երեսը փնտրի, մարդը հասկանա ինչի համար է, ասենք, ինչի համար է ստեղծված, վերջը, ասենք, հասկանա իրան աշխարհ գալու նպատակը, բայց երբ որ ամբողջ կյանքը մենաստանում մնալը, որևէ, չգիտեմ, ասենք, Աստծո կողմից, ասենք, այդ ամբողջ Աստվածաշունչը կարդում ենք, որևէ լավ տեղ չի տանում ու ես չգիտեմ տենց օրինակներ Աստվածաշնչում, որ մենաստանի նման գնացել մեկուսացել, ենթադրենք Մովսեսը 40 օր, 40 գիշեր առանձնացել էր սարում Աստծո երեսը փնտրելու, բայց դա 40 օր էր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը նույն ձև 40 օր անապատում, բայց դա 40 օր էր, դա ամբողջ կյանքը չէր։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ թեկուզ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ մեր օրինակն է, բոլորիս երկնային ուսուցիչն է մեր, միշտ մնար անապատում։ Ինքը սուրբ էր, ու տենց առանձնանար, մեկուսանար, իհարկե այն ուսում։ Անիմաստ ոնց որ, նույնիսկ վերցնենք Հովհաննես Մկրտչին, որ անապատում էր ապրում, բայց իր մոտ ամբողջ ժողովուրդն էր գնում, ինքը չէր ասում գնացեք ստից, ես պետք է մենակ ապրեմ։ Ոչ, ինքը ուղղակի այդ ձևի կյանք էր վարում, շատ նեղված կյանք, շատ նեղը կյանք, բայց նպատակը այդ չէր, ինքը ամեն օր այդքան բազմություն էր այդում իր մոտ։ Ստեղծ մտ ակամա մի հատ հարց առաջացավ, երբեմն հանդիպում ենք դեպքերի, երբ որ մարդը ինչ որ բաներ է նկատում, մանավանդ եկեղեցում, եթե վերցնենք, խոսենք հասարակության մասին էլ,
բայց եկեղեցում ասենք բաներ են նկատում ու աշխատում ասենց առանձնանալ, մեկուսանալ, կոպիտ ասած, որպեսզի չընկնի այդ ազդեցության տակ կամ ինչ որ մի վատ բանի մեջ։ Միթե այդ մեկուսացումը կարող մարդուն զերծ պահի մեղք չգործելուց։ Մեկուսանալը կամ առանձնանալը կարա օգնի, օրինակ ասենք մարդ ունեցել է իր շրջապատը, իր ընկերները ու երբ որ ինքը հավատքի է գալիս, եթե նույն ձև մնա շփվի, դա պրոբլեմի կարա բերի։ Այդ ձև բաներից մեկուսանալը, առանձնանալը իր լավ էֆեկտ կունենա։ Բայց ես ոնց հասկանում եմ, խոսում ենք ամբողջովին մեկուսանալու։ Ասենք եկեղեցու չգալ, այդ ձև հարցը չի լուծվում։ Ասենք մարդը հավատացել է պետք է հարցը լուծի, ինչ պրոբլեմ կա։ Եթե ասենք այդ օրինակ կարա լինի, որ եկեղեցում որոշների խոսակցությունը իր դուրը չի գալի, որոշների մենտալիտետը կամ որոշների, չգիտեմ, նայվածքը, չեմ անում, ասենք որոշ պրոբլեմներ կարա լինի, բայց դա չի մղում մեկուսանալուն։ Դա միգուցե ու լավ կլինի մղի Աստծուն փնտրելուն, բայց Աստծուն փնտրելը մենք եկեղեցին գալիս ենք լավ 3 անգամ շաբաթվա մեջ, մի 2 ժամով կամ մի 4 ժամ։ Մնացած ամբողջ ժամանակը խնդրեմ մեկուսացի, աղոթի, Աստծուն փնտրի, չգիտեմ, փոխվի, սուրբ մնա։ Ուզում ասեմ, եկեղեցի չգալը, այդ մանավանդ եթե խոսքը գնում այն մարդուն, որ կիրակից կիրակի է գալիս, այդ 2 ժամը որ չեկավ, այդ ամբողջ այդ 7 օրվա այդ բոլոր ժամերը իրար գումարած ինքը ինչով ազբաղված։ Հաջորդ հարցս արդեն վերաբերում է ցենց ընդհանուր հասարակության մեջ, աշխատավայրում, դպրոցում, շրջապատում մարդիկ մեկուսացված են իրենց զգում կամ մերժված են զգում։ Լինում է դեպքեր։ Որովհետև իրանք քրիստոնյա են, դրա համար թե չէ, ընդհանուր ենք խոսում, հետո կդառնանք քրիստոնյային, ուղղակի ինչ որ բնավորությամբ կամ մենտալիտետի տարբերությամբ մանավանդ ասենք մենք էմիգրանտներ ու տեղացիները, ասենք տեղի տարբերությունը բերում է մարդիկ մեկուսացած են զգում իրենց։ Այսինքն ազգային։ Հա, ազգային, ասենք այդ մենտալիտետի։ Հիմա սա այդ մեկուսացված լինելու զգացմունքը, երբ որ մարդը իր մեջ զգում է կամ մերժվածություն կարելի է նայել անվանել, սա խնդիրը մարդու մեջ է, թե հասարակության մեջ է։ Իմ պատկերացմամբ քրիստոնյան պետք է ունենա կյանք Հիսուսի հետ, իր ներսում առաջի հերթին։ Երբ որ մարդը Քրիստոսի հետ է, ինքը երջանիկ է արդեն, ինքը լցված է արդեն, ինքը շփում ունի Աստծո հետ ու ունի իրան սրտամոտ շատ հավատացյալներ։ Պետք է ունենա, ասենց գոնե մի քանի հոգի պետք է ունենա։ Ու դրա համար եթե նույնիսկ գործի տեղը կամ ինստիտուտում կամ ասենք դպրոցում, ասենք ազգային պատճառով, չգիտեմ ինչ պատճառով մեկուսացված ազգում, ես չեմ կարող պատկերացնել, որ քրիստոնյան տանից պետք է վատ զգա։ Եթե ինքը այդ բաներից վատ ազգում, ու դա ազգային խնդիր է, ինքը ինչ կարող անի։ Ասենք իր ազգը չի փոխելու, ասենք ինչ կարող անի։ Մարդը ոնց էլ անի, ինքը մնում է իր ազգի ներկայացուցիչը։ Ամենայն դեպս, եթե հետ դառնանք էլի մեծ հանձնարարականին, ինքը ուղարկված է հենց այդ նույն մարդկանց մեջ հավատանելու։ Իհարկե, բա իհարկե մարդիկ ավելի, այտենց հեշտ չի, եթե որ այտենց հեշտ լիներ, ասում ավետարանում, որ նեղություն կլինի, ես կլինի, բա իհարկե նես չի որ մարդիկ պատրաստ մեզ են սպասում, այդ մենք ասում ենք sense ուրախ, իհարկե այդ բնավորություններն են վատ, իհարկե այդ մարդիկ կարան ձեռ առնեն, մարդիկ կարան անարգեն, մարդիկ կարան ցածրացնեն։ Այս կուզենայի հենց այդ դրա մասին խոսենք մի քիչ էլ, որ մարդիկ քրիստոնյաներ երբեմն sense միայնակ են մնում իրանց այդ կոլեգիայի մեջ կամ իրանց շրջապատի մեջ, հենց իրանց քրիստոնյա լինելու պատճառով, որտեվ հայացքներն են ուրիշ, տեսակետներն են ուրիշ, դիրքորոշումներն են ուրիշ, ինչ պետք է անի մարդը, մերվի դրա հետ, թե աշխատի, թե օրինակ ինչ խորհուրդ։ Օրինակ Պողոս Ավագյալը գրում է, որ բոլորը ինձ թողեցին, այսինքն ինքը իր պատմելով, ավետարանում մեջ որ կարդում ենք, ինքը մենակ էր մնացել։ Մենակ էր մնացել, ու ինքը անբնակ կղզում չէր մնացել։ Վերջ ինչ որ մեկ քաղաքում էր։ Լիքը մարդ կային։
Միգուցե ծանոթ ազգական բան, բայց իր հայացքները, իր բանը ինքը մենակ էր մնացել։ Այսինքն դա ինչ որտեղ նորմալ է, երբ որ քրիստոնյան գործի տեղը մանավանդ ինքը ավետարանական բան անում, չեն ընդունում, ինքը մենակ է այդ հարցով, դա նորմալ է, բա մենք ունենք մեր առաքելությունը, մենք ունենք մեր ժողովուրդ ենք դառը, Աստծո մի մաս ենք դառը, ժողովրդի մի մաս ենք դառը։ Նույնիսկ հենց սեփական ազգը կարա քեզ չընդունի։ Նույնիսկ քո բարեկամությունը, քո ծնող, նույնիսկ LTT կարան գտանք։ Բայց դա չի տալիս մեզ, չի առիթավորում, որ մենք ասենք նեղանանք կամ վատ զգանք կամ ընդհակառակը մենք պետքա սիրով, սեր ցուցադրենք։ Չպետք է կոտրվի մարդը։ Իհարկե ոչ, հաստատ ոչ։ Հասկանա, որ դա իր առաքելությունն է, իր առաքելության մի մասն է, որ պետք է կրի այդ Իսկ թվում է բոլոր նոր կտականյան բոլոր հերոսները ապրել են դա, դա ինձ չի որ իսկ ընտանիքում երբ որ մարդը նման միայնակություն կամ մերժվածություն ընդհանրապես միայնակությունը բնորոշ է ցանկացած մարդու ամեն մարդու մեջ կա որ ինքը մենակ է դա մենք ինչքան էլ նույնիսկ շփվող մարդ է սոցիալ մարդ է եկեղեցում գալի շփվում է բայց ինքը ունենալու է հաստատ պահեր որ ինքը մենակ է սա նորմալ է այսինքն երբ որ մենք խոսում ենք միայնություն այս թեմայից մենք պետք է հասկանանք որ դա մասսա մարդու կյանքի չի կարա դու չես կարա քո կյանքը այնձև լցես որ դու երբեք մենակ չլինես մեկը դու լինելու ես մենակ դու կարող ես հիանալի կին ունես հիանալի մարդ ունես ամուսին ունես հիանալի երեխաներ ունես սենց ուղղակի սենց իդեալական նույնիսկ վերցնենք էդի բայց էլի դու ունենալու ես պահեր որ դու մենակ ես բացառվում է դա նույնիսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ունեցավ պահեր երբ որ ինքը մենակ էր թե անապատը վերցնենք թե վերցնենք խաչի վրա թե վերցնենք որոշ պահեր այդ միայնությունը զգում ես դու դա չես կարող այսինքն մանավանդ ասենք մեր ազգային հատկանիշը վերցնելով հա այդ կապվածությունը ընտանիքի անդամների հետ հարազատների հետ բան միևնույնն է ինչ որ մի պահ քրիստոնյան երբ որ մտնում է Քրիստոսի հետ հա այդ ընթացքի մեջ ունենալու է այդ ունենալու է նույնիսկ ասեմ ավելի որ Աստված էլ որոշ տեղեր կթողի մենակ մեզ մենք կարանք մարդկանցից մենակ լինենք բայց երբ որ Աստծուց ենք միայնակություն զգում այսինքն Աստծուց չենք զգում որոշակի քայլեր օրինակ Հիսուս ասեց Աստված հայր իմ ինչ ես ինձ դու թողել հա որտեվ միգուցե ինքը կուզենար հոր օգնությունը բայց այդ ձև էր պետք այդ ձև էր պետք որտեվ որևէ օգնություն այդտեղ պետք չի ասենք եթե պետքա Հիսուսը մահանար խաչի վրա ոնց օգներ ասենք ինչով օգներ պետքա լինի դա եթե մենք պիտի որոշ բաներից մահանանք որոշ բաներ թողենք Աստված տանելու է դրան որ մենք թողենք ու մեզ միայնակա թողելու դրա հետ որ դա բաժանելի մասա մարդու կյանքում դա ասեմ էլի ավելին ասեմ շատ հովիվներ եթե ոչ բոլորը ավակներ ծառայողներ միայնակ մարդիկ են դու քո կողը ինչքան էլ լավ թիմ ունենաս, ինչքան էլ լավ հավատարիմ, նվիրված թիմ ունենաս, ասենք ավակների, հովվական թիմ, վերջը դու մենակ ես։ Դա անբաժանելի մաս է։ Սա երևի ասենք ավակի, հովի, եպիսկոպոսի կյանքի, ասենց ասած բնութագրիչ մասերից մեկն է կազմում, որը որ ժողովուրդը կամ շատերը չգիտեն։ Հա, որտեղ մարդիկ պատկերացնում են, իմիջիայլոց ասեմ, ինչքան ավելի շատ մասշտաբ, այնքան ավելի միայնակ է ինքը։ Եթե ասենք մի 20 հոգի է եկեղեցում, հովիվն է, էլ ինքը ունենալու է այդպես պահեր, բայց ինչքան շատացավ, հենց թե մարդկանց քանակը, թե իր պաշտոնը, ասենք դարավ եպիսկոպոս բան, ավելի միայնակ մարդ է ինքը։ Այդ ինչքան այնքան ավելի Իսկ օրինակ ինչն է պատճառը։ Ես ճիշտ ասած ուրիշ հարցեր ունեի, բայց քանի սկսել ենք այս թեմայով, որտեղ սրա մասն էլ պիտի խոսենք, այ ինչն է պատճառ դառնում։ Ընդհանրապես ասում են բարի գալուց ծառայություն։ Դա անբաժանելի մաս է։ Մենք ինչքան էլ փորձենք որոշակի, չգիտեմ, ասենք ինչ պետք է անենք, որովհետև ինչի է այդպես դառնում, որովհետև
պատասխանատվությունն է մեծանում։ Այսինքն ես այն ինչ որ ասում եմ, նկատի ունեմ հենց պատասխանատվության մեծության, ինչքան մեծանում է պատասխանատվությունը, այնքան դու ոնց որ մեկուսացված լինես, որովհետև դու չես կարող անես կազմակերպես քո կյանքը, որ միշտ կոլեգիալ ամեն ինչը լինի։ Ամեն դեպքում դու կարիք ունես, որ դու ինքդ մի հատ հասկանաս ինչ է պետք։ Մարդիկ քեզ են նայում։ Ասենք ինչքան էլ կազմակերպվի եկեղեցում այնց որ որոշումները, բայց էլի պատասխանատվությունը եպիսկոպոսի կամ ավագովի կամ հովի կամ ավագի վրա է։ Ինչքան շատ պատասխանատվություն, այնքան ինքը ավելի միայնակ ազգում։ Ես ճիշտ եմ հասկանում, ոնց որ ինչքան շատ ալ պատասխանատվությունը, այնքան ավելի մարդը միայնակ է կանգնում խնդրի առաջ իր բաժին ընտրությունը կատարելու։ Աստծո առաջ իհարկե։ Ապա դրա համար է, ասենք Հիսուս մեր Տեր Հիսուս Քրիստոսը 40 տարվավ հոգին իրան տարավ անապատ։ Բայց ինչի հոգին իրան չտարավ, չգիտեմ, իմաստուն մարդիկ կային, խորհուրդ, ասենք իրենք ոնց են տենում, բայց տարավ անապատ, որտեղ բաներ կա, որ միայն տարում է Աստված տանում է տենց տեղեր, որ դու մի հատ հասկանաս ոնց է ճիշտ անել, ոնց չի անել եւ այլն եւ այլն։ Այսինքն էդի ու ասեմ սա միայն եկեղեցում չի սենց։ Նույնը, ասենք, եթե մեծ կամպանիա է, մեծ գործ է, տնօրեն, ասենք, ցանկացած տեղ, ցանկացած բնակավար, մեծ բիզնես է, ինչա, ցանկացած տեղ ինչքան պատասխանատվությունը մեծանում է, այնքան միայնակությունը գալիս է։ Այսինքն դա անբաժանելի մաս է, որ մենք պետքա ճիշտ կարողանանք պայմանավորվենք միայնության հետ, ճիշտ պայմանավորվենք, որ ոչ դեպրեսիայի մեջ ընկնենք, ոչ էլ կամ ասենք վատ բանի, բայց մի կողմից էլ շատ չմեկուսանանք, որտեղ ամեն դեպքում շփումը, սոցիալ այդ կյանքը շատ կարևոր է։ Լավ, ես էլի հարցեր ունեմ այս առթով, դեռ խոսենք։ Իմ հաջորդ հարցը կան ինտրովերտ ու էքստրովերտ մարդիկ։ Մարդիկ կան, որ բաց են շփմանը ու շփվող են ու մարդիկ կան, որ ներփակված, փակ բնավորություն ունեն։ Հիմա նման մարդիկ պետք է փոխեն իրենց բնավորությունը, թե ասենք պետք է աշխատեն փոխեն իրենց բնավորությունը, թե ամենայն դեպս իրանք պետք է մնան ոնց որ իրանք կան։ Կյանքում ես տեսել եմ, որ այդ ձևի մարդիկ, որ ավելի շփվող են, բաց են, ծիծաղում են, ավելի ուրախ են, մարդկանց հետ են, մարդա մեջ են, մարդա մոտ են, հաճախ իրանք ավելի միայնակ են։ Այսինքն հակառակն է։ Մարդը, որ տեն շատ շփվող չի բան, ինքը կարող է ավելի շփվող լինի իր ներսում, ավելի Դա ես նկատել եմ։ Օրինակ ես միջև հավատքը լինելը, միջև ասենք իմ մանկությունն եմ հիշում, ես միշտ խուսափել եմ մարդկանցից։ Դա եթե խոսում ենք բնավորության մասին։ Ես այդ ձևի եմ եղել։ Ասենք երբ որ օրինակ մեր բարեկամները հավաքվում էին, մեր բարեկամության մեջ կային երեխաներ, որ հանգիստ կարային մի հատ ոտանավոր ասեին բոլորի դեմ, հանգիստ կարային ինչ-որ բան ասեին։ Եթե ինձ ասեի, ես գետինը կմտնեի։ Ես իմը չէր։ Ես եթե մի 4 հոգի ինձ նայում է, ես չեմ կարացել որևէ բան անեմ։ Դա իմը չի եղել։ Ասենք միշտ խուսափել եմ հարսանիքներ, բան չեմ սիրել, որ շատ մարդիկ են, դու էլ մեջտեղ ես այդում ուշադրություն ես գրել։ Դա իմ ամենա, բայց ես որևէ ձևով չեմ աշխատել իմ վրա։ Հանուն արդարության ասեմ, ես չի որ շատ աշխատեցի իմ վրա, ոչ։ Երբ որ ես հանդիպեցի Աստծո սիրո հետ, Աստծո սերը եկավ ինձ գտավ, փոխվեց, բաներ կար փոխվեց։ Ես ինքս զարմանալի է, որ ես ինքս սկսեցի ման գալ հավատացյալ մարդկանց ստեղ, հա։ Ու այսօր երբ որ ես հիմա նայում եմ իմ առօրյան, թե եկեղեցում, թե տարբեր մարդկանց հետ, բան, տարբեր ազգի ներկայացուցիչների հետ, սա իմը չի եղել, սա Աստված է անում։ Իհարկե պետք է փոխվեն։ Այն շատ շփվող մարդն էլ իր փոխվելու տեղերն ունի, որովհետև շատ ամեն ինչի շատը վատ է։ Պետք է լինի բալանս։ Ամեն ինչի շատը լավ չի։ Օրինակ ավետարանում ասում է շատ քո ընկերոջ տուն մի գնա, այսինքն Աստվածաշունչն ասում է 5 տականում է գրած։
անես մի արա որ քեզանից զզվեն։ Պետք չի դες բան։ Դա էլ մյուս ծայրը։ Դա էլ մյուս ծայրահեղությունն է, որ այնքան մարդիկ հոգնում են, ասում են լավ իշքան կարելի է։ Ուղղակի հարցից ասենց ասենք շարունակությունը իհարկե մարդը պետք է աշխատի իր վրա, քանի որ հենց ավետարանը ինքը սոցիալական հաղորդակցության վրա հիմնված երևույթ է, առանց հաղորդակցության, առանց մարդկանց մոտենալու, առանց հաղորդակցվելու մարդկանց համար դու չես կարող ավետարանից այն կարևոր պատգամը տանես մարդկանց, բայց այդ բնավորության տեր մարդիկ շատ ժամանակ ընկնում են հենց այդ միայնակության թակարդի մեջ, լինելով եկեղեցում, լինելով շրջապատի մեջ, լինելով հասարակության մեջ։ Ու ցավոք լինում են դեպքեր, որ մարդը իհարկե միայնակ մնալով տարբեր մտքերակուլ տալիս, չես հասկանում որտեղից եկած իրա թե ու ինչ մտքեր ու մի օր հեռանում է եկեղեցուց։ Ստեղ կարևոր դեր կարա խաղա նաև ակնկալիքը։ Ասենք մարդը հավատաց, մկրտվեց, եկավ եկեղեցի, եթե ինքը եղել է հանցագործ աշխարհի ներկայացուցիչ, ասենք այդ դրա մեջ է եղել, ու ինքը կարա սխալ ակնկալիք ունենա, որ երբ որ գա եկեղեցի, միանգամից իրան դնում են եկեղեցու գողական աշխարհի, չգիտեմ ինչը։ Բայց եկեղեցում իրան նայում են որպես նորահավատ մանուկ։ Ու իր այդ ձև են վերաբերվում, ու դա նորմալ է, կաթ են տալիս։ Այստեղ կարա լինի դիսկոմֆորտ։ Մարդը մտածում է՝ ես այնտեղ հարցեր լուծող էի, ստեղ եկել եմ, ուզում եմ մի բան ասեմ, ասում են էդի այստեղ կարա լինի մի քիչ բան։ Նաև օրինակ եմ ասում, ասենք մեկը ուժեղ բիզնեսմեն է, շատ մեծ գործերի, փողերի հետ կապ ունի կամ ինչ որ մեկը ինչ որ մի հատ բնակավորում եւ այլն, այսինքն մարդկանց բանն էլ կարա սխալ լինի, ակնկալիքը, սպասումները, էս էլ կարա դեր խաղա, բայց նաև կարա լինի, որ մարդը մի պա մարդկանց մեջ կորի, չհասկանա ինչ անի, ում հետ, ոնց, ինձ թվում է խորհրդակցություն է պետք, ասենք կոնսուլտացիա է պետք, ասենք հետո բաներ կա, որ պետք է մարդն էլ ինքն էլ հասկանա, տեղ տա հոգուն։ Հոգին ինքը ամեն ինչ իր տեղն է դնում։ Ավետարանի մեջ գրած է, որ Աստված մեզ մկրտեց եկեղեցու մեջ։ Սա կարևոր process է։ Մարդը եթե դրա մեջ մտնում է ինքը, կարա լինի նաև մարդը չի մկրտվել։ Այդ իր տեղը չի։ Բայց երբ որ ինքը մկրտվեց տեղային եկեղեցում, այդ իր հարազատներն են, ավելի հարազատ են, քան իր հարազատները։ Չի կարա թողի, չի կարա հեռանա, չի կարա։ Իհարկե եկեղեցիներում լինում անենց, որ ասենք այս խումբը, ասենց ասենք եթե մեծ եկեղեցի է, չեն կարա բոլորը հետ ընկել լինեն։ Այս խումբն այն խումբն է, մարդը մի պահ կարա կորի տենց այդ խմբերի մեջ, ասի ես ում հետ։ Բայց հիմնականում պետք է ինքը իր տեղը գտնի, իր ասենք ինչ ծառայության մեջ է, իրանց հետ մոտերմություն անի, չառանձնանա, որտեվ հիշենք Թշնամու հիմնական տակտիկան բաժանի ու տիրի։ Այդ առանձնացնի ու դրա համար ասենք լինում է պահեր միայնության, լինում է պահեր, որ Աստծուն պետք է փնտրենք, բայց չետանք դեպրեսիայի, չետանք այնպես տեղ, որ դժվար ատիցել է։ Դուրս կանք, դուրս ընկնենք եկեղեցուց, ոնց որ դուրս մնանք եկեղեցուց։ Հա։ Օրինակ հիանալի լավ օրինակ է, հիանալի ուղղակի նկատի ունեմ դաս քաղելու նպատակով իմաստով, այլ ոչ թե ասենք Եղիա Մարգարեի պատմությունը այս հարցում շատ ուսուցանող է, որովհետև իր խոսքերի մեջ մենք նկատում ենք, որ ինքը որոշակի դեպրեսիաներ է ապրել, մենակ ես մնացի, նեղացավ Աստծուց, սս պահեր ինքը ապրել է, Հովնան Մարգարեն նույն ձև, ասենք Աստվածաշնչում այդ դասերը կա, էլի, որ կարանք սովորենք, որ քո պատկերացվածը, օրինակ Հովնան Մարգարեի օրինակը, որ ինքը պատկերացնում էր, որ ոնց կարելի է թշնամուն էթալ օգնել, ողորմություն անել թշնամուն, ոնց կարելի է դες բան անել։ Բայց Աստված ասում է, հա, ես ուզում եմ, որ ոչ միայն մարդիկ այդ ազգի, ուրիշ ազգի ու իրենց թշնամի ազգի, ասենք, փրկվեն, այլ նաև կենդանները փրկվեն։ Քեզ ինչ։ Դու ծառայես, քո ծառայությունն արա։ Եղիա Մարգարեի կյանքում ինչ ենք տենում, որ ինքը ոնց որ նեղացած ելներ, ոնց որ
թողնված զգար, միայնակ զգար, բայց Աստված ասում է 7000 մարդ կա։ Դու նես չի որ մենակ ես։ Ինքն էլ միայնացել, ինքն էլ մեկուսացել։ Այս ուզում եմ այդ հարցնել տայի կարա, նու իհարկե կարա լինի որ մարդը ուրիշ տեսիլք ունենա։ Իմիջիայլից կանչնել կարևոր է։ Հա։ Կանչնել կարա մարդուն ըստ իր կանչի ու նվերների, որը փոփոխական չի։ Էտել է մարդուն տանում տարբեր տեղեր։ Օրինակ, եթե ինքը միսիոներ է կանչված, ինքը շատ ավելի մենակ կլինի։ Կանչից էլ կարևոր է դա, հաստատ։ Իսկ տեսիլքը կարա մարդը եկեղեցում լինի ու ուրիշ տեսիլք ունենա։ Դե ուրեմն այդ եկեղեցին իր տեղը չի։ Սա նորմալ է, ասենք մենք պիտի չասենք, ուրեմն պիտի դժոխք կետա կամ ասենք անիծենք բան, հաստատ չէ։ Մարդը որ այդ իր ինքը հավատացել է նույնիսկ մեր միջոցով, իմ միջոցով, քո միջոցով, բայց ինքը ուրիշ իր տեղ ուրիշ տեղ է։ Ավելավ է ինքը փնտրի որտեղ է իր տեղ։ Բայց դրան իհարկե ճիշտ օրհնված ձևը կա, խոսալով, բացատրելով։ Ցավոք սրտի պրակտիկայում ես ինչ եմ տենում, կյանքում ես ինչ եմ տենում, որ 90% դեպքերում մարդը ինքը որոշեց, ոչ մեկին էլ ոչ մի բան չի ասում, ինքը փոխում է, գնում է։ Մի 10%-ն որ մարդիկ կոռեկտ են դա անում։ Էդ էլ կա, հանուն արդարության ասեմ, էդ էլ կա։ Բայց լավ կլինի բոլոր դեպքերը այդ ձևը լինի, որովհետև գիտեք ինչ, սա ոչ նեղանալու բան է, ոչ, եթե մարդը չի կանչված ստեղ լինելու, ինչ նեղանալու բան կա։ Եթե ընդհանրենք իր մեջ կա միսիոներական sense մղում ու եկեղեցին, այս եկեղեցին չունի այդ ծրագրերը, բայց ինքը կանչված է եթե դեռ կանչված։ Ես շատ դեպքերում ես անձամբ ես ասում եմ ես կարամ ինչով կարամ կօգնեմ, բան, բայց բաներ կա, եթե ես չեմ տենում դա մեր եկեղեցում, որպես հովիվ։ Իմ համար դա բան չի։ Միգուցե այդ մարդը ուրիշ եկեղեցու համար է։ Եթե այդ նկատի ունենք, բայց ամեն պատճառ չի, որ ինքը մարդը պետք է արդեն մտածի, ուրեմն այս եկեղեցին իմը չի։ Որտեվ եթե խնդրելով մարդը դուրս եկավ այս եկեղեցուց, այդ նույն խնդիրները ինքը գտնելու է ուրիշ եկեղեցում։ Հա։ Խնդրեմից չի որ մարդը պետք է փախնի։ Խնդիրները պետք է լուծվի։ Որտեվ որտեղ մարդիկ կան, այդտեղ խնդիրներ է լինելու։ Կամ էլ մարդը ընկնում է on-line տիրույթ։ Արցանց արդեն ինքը չի շփվում մարդկանց հետ, բայց դա նշանակում է խնդիրները թաղել։ Բայց դա մի օր ընդհանանալու է։ Դա ինքը նույնիսկ գնա անմարդաբնակ կղզի, ինքը ուր պետք է փախնի այդ իր խնդրը։ Ինքն ալնելու իր խնդրը։ Ու շատ դեպքում մարդը ինքն է իր խնդրը։ Ասենք որ մենք մեր հետ այդ կռիվը ավելի թեժ է, քան թե տշնամու հետ մեր կռիվը։ Հա։ Մենք մեր հետ շատ խնդիրներ ունենք։ Ու երբեմն էլ Աստված օգնում է, որ այդ կռիվները Արզերևա, լուսաբանվի, սենց երևա, որ հարցերը լուծվի հենց մեր մեջ, մեր խնդիրները, մեր մեջ խնդիրները։ Մենք ունենք մեր ստերեոտիպները, մեր կոմպլեքսները, մեր պատկերացումները, այդ տիպի փոխվի, շատ է։ Ուղղակի մարդկանց միջոցով կամ ինչ-որ պայմանների միջոցով դա ի հայտ է գալի, բայց մարդիկ չեն խնդրեմը, քո մեջ է խնդրեմը։ Շատ դեպքերում է դա ձևա։ Իհարկե լինում է մարդկանցից էլ խնդիրներ, բայց դա ինձ թվում է քիչ է ավելի։ Ցանկացած խնդրեմ, երբ որ պայման է լինում, խնդրեմը ի հայտ է գալի։ Ու եթե մարդը փախնում է դրանից, խնդրեմը չլուծվեց։ Հոր Արթուր, հետ դառնանք էլի քրիստոնյայի միայնության մասին, միայնակության մասին։ Երբեմն քրիստոնյան ունենում է հոգևոր միայնություն։ Կարծես երկինքը փակ, ոչ մի բան չի զգում։ Հոգևոր նկատի ունենք Աստված լռում է, այդ նկատի ունենք, թե չէ։ Հա, իր ներսից միայնություն է զգում, մենակ է մնացել։ Հա։ Եկեղեցում կարծես թե ոչ հասկանում են իրան, ամեն տեղից մեկ էլ մատենց։ Այ ինչի՞ց է գալի դա։ Մարդու հոգևոր վիճակից թե կարա լինի տենց սեզոն, կարա լինի տենց պահ։ Օրինակ եղել է դեպքեր մարդը, ասենք գալիս է նույնիսկ, ասենք իմ հետ, ասենք հովի հետ, կարա լինի տենց դեպք, մարդը հովին կիսում է իր ապրումները, մենք չենք տենում դա։ Ասենք ասում ենք մենք եւ որպես եկեղեցի պետք է այսենց անենք,
Միգուցե լավ միտք է, բայց մենք անում ենք հենց այն ոնց որ անում ենք։ Ու մարդը կարա դրանից նեղվի, որ հետա ես եկա մի բան ասցի, ինձի բան մարդու տեղ չեն դնում, չեն իմ մտքերը Աստված էր ինձի տվել եւ այլ։ Էս էլ կարա լինի, բայց նաեւ կարա լինի Աստվածը լռում այդ մարդու կյանքում։ Ասենք գալիս է մարդկանց հարցնում է, մարդիկ այդտեղ չեն կարող օգնեն։ Սենց սեզոն լինում, ասես պահեր լինում է։ Մարդիկ ո՞նց օգնեն։ Սա պահեր կա, որ Աստծո միջամտությունն է։ Շատ դեպքերում մարդիկ փնտրում են այդ դեպքում խոսեն մարդկանց հետ, մարդկանց բերանից լսեն, ասենք Աստված թե մի բան իրենց հետ խոսում է, թե չէ։ Այստեղ մի քիչ կարևորել է նաև ասենք մարդը կարողանա հասկանա, երբ Աստված խոսած։ Ես որոշ դեպքեր կա, ասենք մարդիկ որ բացատրում են, ես հասկանում եմ, որ մարդը չի հասկանում, դա Աստված խոսած, թե իրանց դա ձեր տվեց։ Հա։ Այս օրինակ Եբրայեցիս 5-րդ գլխում, որ ասում է ժամանակին նայելով կամ ձեր ընթացքը նայելով, դուք պետք է արդեն ուսուցիչներ լինեիք, որ այդ զգացմունքները պետք է ունենայիք, այդ պիտի զգայիք, երբ Աստված ինչ անում, բան, բայց չունեք մի։ Այդ տողի հետ կապված եմ ես ասում, որ շատ հաճախ ես տենում եմ մարդը պատմում է, օրինակ ինքը ինչ, ասենք ինքը խնդրի մեջ է, մեկ էլ մի հոգի եկավ մի բան ասեց ու ինքը ասում է, դե տես Աստված պարզ ինձ ցույց տվեց, ինքը պատմում է, հասկանում եմ, որ դա ընդհանրապես կարող Աստված ցույց չտվեց։ Ստեղ մեկ էլ այդ խնդրեմն է, երբ որ մարդը կարողանա կերակուր ուտի, կարողանա հասկանա Աստծուց ստանային ինչ որ Աստծուց է։ Բայց նաև մի բան էլ կարա լինի, ու որոշ դեպքում տենց էլ լինում է, չասեմ շատ դեպքերում, մարդը իրան դրել է նենց վիճակի մեջ, այսինքն մարդը նենց տարբերակները Աստծու առաջ դնում, որ Աստված որևէ տարբերակի կողմ չի։ Մարդը ինքն է իրան տարել այդտեղ։ Աստված իրան ուզում է անի ընդհանրապես։ Օրինակ ասեմ, օրինակները տարբեր է։ Օրինակ եթե ասենք եղավ COVID, եղավ պատերազմ, ասենք թե 44 օրյա պատերազմը, եթե հայերի հետ կապված, թե ասենք մի ռուս-ուկրաինական կամ ասենք մարդը ինքը ունի մի որոշակի դիրքորոշում, Աստծուց ակնկալում է հենց այդ իր ոչ ճիշտ դիրքորոշման պատասխան։ Բայց Աստվածը դե չի ընդհանրապես։ Դա ոնց որ հрьяաները սպասում էին, հрьяաները տեսան մեծ մասը հասկացավ, որ Մեսիան եկել է, Հիսուսն է։ Բայց իրենք ինչ ակնկալիքներ ունեին, բայց Հիսուսը այդտեղ չէր ընդհանրապես։ Այսինքն մարդը ինքը սխալ տեղ է ու դրա համար որևէ բան չի լսում պատասխան Աստծուց, բայց չի լելու պատասխան, որտեղ այդտեղ չկա Աստված։ Այդ գործերի մեջ չկա Աստված։ Մարդը ինքը պետքա շատ զգայուն լինի Աստծո հետ կապի մեջ ու ինքը նեյտրալ լինի կամ ավելի լավ բառեր կարելի է օգտագործել, ավելի ազատ լինի որտեղ պատրաստ լինելու ընդունելու։ Այդ դեպքում Աստված իրան կարա առաջնորդի։ Բայց երբ որ մարդը արդեն ինքը իրան փակուղի է մցրել ու այդ մարդու համար կա երկու տարբերակ, բայց որևէ տարբերակ Աստծո կողմ Աստծո չի ուզում իրան ասի։ Աստծո միակ տարբերակը որ դու սարիտից։ Բայց մարդն ասում է չէ, ես ոնց դուրս գամ։ Ասենք ոնց որ ասեցի տենց օրինակ, ասենք ոնց որ օրինակ մեկ եկել է Բելգիա, նույն օրինակն ասեմ, մեկն եկել է Բելգիա, ասենք մի ամիս է եկել, ինձանից կամ քեզանից ուզում եմ խորհուրդ հարցնել, որտեղ մի 20 տարուց ավել մենք ստեղ ենք, օրինակ ոնց անեմ, որ ինտեգրվեմ ստեղ, բայց նախորդ ասում եմ, ես вообще ատում եմ այս նիդերլանդերեն լեզուն, ու մեկ էլ չեմ սիրում աշխատել։ Ես ոնց ինտեգրվեմ այս երկրում։ Օրինակ այդ մարդուն ինչ խորհուրդ տաս, կամ Աստված ինչ բացի իրան։ Եթե ինքը նախորդ դրել է այս պայմաններ, որ ինքը չի ինտեգրվելու ստեղ։ Այս շատ հաճախ մարդը ինքը հենց պայմանների մեջ է իրան դնում, որ մենակ է մնում։ Համ մենակ է մնում, համ չի լուծվելու այդ հարցը, ու չի լսում, ինքը նախորդ ասում է, չէ, սենց է։ Օրինակ այս պայմանների դեպքում, օրինակ ես չեմ ատում եմ նիդերլանդերեն լեզուն ու չեմ սիրում աշխատել, բայց ուզում եմ ինտեգրվեմ, Աստված օգնի ինձ։ Դե ո՞նց պիտի ինտեգրվես դու։ Կամ եկեղեցուն, ես եղբայր քույրերի հետ շփվել չեմ սիրում, հովնել այդպես լավ չեմ ընդունում, բայց ուզում եմ ինտեգրվեմ եկեղեցու։ Այսինքն
Սա փակուղի է։ Որտեղից գալիս է արդեն այստեղ սեր չկա, Սերկինչ չհասկացավ, հա, այլն։ Այսինքն էս էլ կարա լինի, բայց նաև կարա լինի տարբեր սեզոնների մեջով ենք մենք անցնում։ Սեզոնների հետ կապված մի հատ հարց ունեմ։ Իմ վերջին հարցն է, խրախուսելի է հավատացյալի համար, որ ժամանակ առ ժամանակ մեկուսանա։ Այո։ Դա վատ միջ չի։ Օրինակ ամերիկական տարբեր դենոմինացիաներ կամ միություններ իրանք ունեն տես տեղեր, իրանց հովիվների, իրանց ավակների համար։ Օրինակ վատ միջ չի էդի։ Ասենք եթե միությունը հնարավորություն ունի, ասենք մի ինչ-որ ասենք սարերի մեջ կամ ինչ-որ բնության մեջ իրանց տարածքը ունենան, իրանց որոշակի տնակներ կամ տուն կամ այնտեղ որ մարդը դրսում չլինի։ Ու ժամանակ առ ժամանակ մի քանի օրով ասենք հովիվնա, ավակնա գնա Աստծո երեսը փնտրի։ Սա հիանալի բան է։ Սա իրոք լավ բան է։ Իմիջիալոց ասեմ, կաթոլիկ եկեղեցին ունի, ասենք որոշ երկրում ստեղ կամ Գերմանիա ունի տենց ոնց ասեմ, ոնց որ չասեմ մենաստան, բայց այդ ձև շենքեր քաղաքի մեջ, ասենք ոնց որ հյուրանոց, որ դու կարաս քեզ մի հատ սենյակ են տալիս, բայց պայմանն է, որ ամբողջովին լռություն պետք է լինի։ Դու իրավունք չունես այդտեղ մի հատ երաժշտություն լսես, մեկի հետ խոսաս, ամբողջության լռության մեջ, այդպես մի օր, երկու օր մնաս։ Սա լավ բան է, հաստատ լավ բան է։ Առանձնացում եմ, այդ կտրվում է այս աշխարհից մարդը ու հա, մի հատ հասկանում է որտեղ է, ինչ է, ասենք անալիզ անի, հետևություն անի, բայց սա չլինի պատճառ, որ դեպրեսիայի մեջ ընկնի կամ ասենք բանի մեջ ընկնի։ Սա լավ է, երբ որ դու ուզում ես մի հատ Աստծո երեսը փնտրես, հասկանաս քո անելիքը, իմի բերես, սա բան չի, լավ բան։ Իմիջիալոց մեր հեռուստադիտողն էլ կարող վերցնի, որ պարտադիր չի հատուկ ինչ որ վայր լինի, բայց ինչ որ ձևով կազմակերպի, ասենք իր շաբաթվա մի երկու օրը ու իրոք ասենք ասենց Դա լավ կոմը, հա, իհարկե, դա լավ կոմն է, որ դու քո ընտանիքից էլ ես առանձնանում։ Ոչ թե դու այնքան ես հոգնել, զզվել, ոչ, դա նկատի չունեմ, բայց էդ էլ է կարևոր, որ մենք մեր տան մեջ կարանք տենց լինենք, բայց տոնը չի լինում։ Տունը ասենք պետքա էս արվի, մեկը զանգեց, մեկը էսը, ասենք մտ կտրվես, հեռախոս բանս ես մտ թողես մի օր երկու օր, Աստծո երեսը փնտրես, սա վատ բան չի։ Իհարկե մենք մեր եկեղեցում ամենայն դեպս հաստատ կա, որ ժամանակ առ ժամանակ մենք մեր ծոմերի ու աղոթների շաբաթ ենք ունենում։ Դա մասամբ դրա նպատակը հենց դա է, որ մենք որևէ կոմպյուտեր, որևէ ասենք մեկուսանում ենք այս աշխարհից, սենց ասած, ոնց որ մեկուսանանք, դրա նպատակը այն չի որ նիհարենք, դրա նպատակը այն չի որ մենք հաշ չուտենք, դա սենց թե մարդը կարա դիետայի մեջ լինի։ Դրա նպատակն է որ իհարկե սահմանափակելով նաև ուտելիքի մեջ, որովհետև ծոմապահությունը դրա հետ կապ ունի, բայց նա ոչ միայն հացը, ասենք կոմպյուտեր, տելևիզոր, հեռուստատեսություն, բան վերջը մենք Աստծո հետ իր բան անի, իհարկե մենք ամեն երեկո եկեղեցում հավաքվում նաև աղոթում ենք, բայց կարա լինի այդպես մեկուսացված մի քանի օր։ Սա լավ բան է, սա հաստատ լավ բան է։ Այսինքն մեկուսացումը, միայնակությունը որոշակի ձևով, որոշակի իր ֆորմի մեջ դրական կարա նաև ազդի մարդու։ Իհարկե։ Ու դա ասում եմ էլի ավետարանում կամ աստվածաշունչում շատ օրինակներ կա դրա։ Ու որ դա լավ է ներգործում։ Դա լավ բան է, շատ օրինակներ կարելի ասել։ Հիսուս առանձնացավ։ Հա, ոչ ոչ գիշեր աղոթեց։ Հա, առանձին։ Ցերեկը մարդկանց հետ ծառայություններ, բայց գիշերը ինքը առանձին, սա լավ օրինակներ է։ Ամեն մարդ պետք է ինքը իրանը տենա ըստ իր աշխատանքի, ըստ իր կարողության, ըստ իր նիստուկացի եւ այլն, բայց սա ժամանակ առ ժամանակ լավ բան է։ Բայց սա այն չենք ասում, որ ամիսներով եկեղեցի չգա, սա մասին չենք ասում։ Կամ Մենաստան, հա, Մենաստանը դե իհարկե դա որևէ տեղ չունի ավետարանը։ Ով Արթուր, երևակայի սրանով ավարտենք մեր հաղորդումը, հետաքրքիր հաղորդումը, հետաքրքիր հարցեր, հույսով ենք մեր հեռուստադիտողը
եթե այս թեմայի վերաբերյալ էլի հարցեր կունենա, ուղարկեք մեզ, մենք փորձենք նոր մի ուրիշ հաղորդում կազմակերպել եւ խոսել ձեր ուղարկված հարցերի հիման վրա նույնպես։ Շնորհակալ ենք այսօրվա այս խոսակցության համար, սիրելի հեռուստադիտողներ, եղեք օրհնված, փնտրեք Տիրոջ երեսը, եղեք հաղորդակցության մեջ եկեղեցում եւ ընտանիքում այն բոլոր մարդկանց հետ, ում որ Աստված դրել է ձեր կողքը, որպեսզի կարողանաք ձեր կյանքը ավելի արդյունաբեր դարձնել Տիրոջ ավետարանը տարածելու հարցում։ Եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ անգամ։